Ես քիչ առաջ նախորդ հարցի քննարկման ժամանակ ես հարց տվեցի, դուք ասեցիք, որ դա ԵԱՏՄ պահանջն է։ Հիմա ես դուք ասում եք մեր ԱԱԳ-ին օրենսդրություն հարմարեցնում ենք ԵՄ-ին։ Այստեղ հակասություն չեք տեսնում։ Բա հիմա մենք ոնց ենք էլի առաջնորդվելու, ԵՄ-ով ենք առաջնորդվելու, ԵԱՏՄ-ով ենք առաջնորդվելու, հայ-իրանական բարեկամությամբ ենք առաջնորդվելու։ Այս խնդիրներ տեսնում եք, դա կարող է ունենալ, թե չի ունենալ, նոր ես հարցը կտամ էլի։ Կոնկրետ մրցակցության պաշտպանության եւ սպառողների իրավունքների պաշտպանության մասով եվրոպական ընդհանրապես նախ նշեմ, որ այդ մի հատ բան կա էլի, ասենք sense միֆ կա, ասում են մեր ապրանքները ԵԱՏՄ-ում մրցունակ են, բայց ԵՄ-ում մրցունակ չեն։ Տենց բան գոյություն չունի։ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը շատ հաճախ ավելի խիստ են, քան ԵՄ-ինը։ Հիմնականում վերցրած է ԵՄ-ինը դրած է, ասված է, սա ԵԱՏՄ-ն է, այդ բարձր որակը, որոշ դեպքերում մի հատ էլ ավելի են բարձրացրել, որպեսզի ԵԱՏՄ շուկան ավելի, այդպես ասած, պաշտպանված լինի։ Այսինքն, այդտեղ շատ հաճախ հակասություններ գոյություն չունեն, հատկապես ապրանքների որակի, ծառայությունների որակի մասով։ Մրցակցության պաշտպանության կանոնների եւ սպառողների իրավունքների պաշտպանության մասով այս փաթեթը որևէ կերպ չի հակասում մեր ԵՄ այս պահին գործող որևէ կանոնների։ Մենք ԵԱՏՄ կանոնները ՍԵՊԱ-ի համաձայնագրով 17 թվականին դեռևս պարտավորություն են ունեցել, որ պետք է անենք, այո, եւ իմպլեմենտացիան հիմա իրականացնում ենք։ Արձագանք։ Հիմա հարցը ԵԱՏՄ կամ ԵՄ ինչ-որ կանոնակարգերով այսպիսի բան կա, որ տնտեսվարողը 20 րոպեի ընթացքում կամ 1 ժամվա ընթացքում իր սահմանված ինչ-որ ծառայության գինը 2000%-ով բարձրացնի։ Դա ինչով է կարգավորվում, ոնց են կարգավորվում եւ դուք որպես էկոնոմիկայի նախարար, կառավարության ներկայացուցիչ էլի ինքը խանգարում։ Ավարտեցիք։ Չէ, չեմ ավարտել։ Եղոյանն է խոսում, սպասում եմ ավարտել։ Դե բայց դուք պետք է սովոր լինեիք, որ Եղոյանը միշտ խոսում է այդտեղ։ Չեք լսում իրար։ Շարունակեք բան ասել։ Մշտական։ Մշտական եք։ Հիմա հարցս։ Դա ինչ որ ձևով մենք պատրաստվում ենք որպես պետություն կարգավորենք, թե ինչ որ մի կազմակերպություն մեզանից ավելի ուժեղ է եւ ըստ անձրևի, արևի, մառախուղի, կարա վարկյանների ընթացքում վիրավորանքի աշճանի գին սահմանի։ Եվ երկրորդ ենթահարցը Yandex-ի տաքսի վարորդները հետաքրքրվում են, երբ են իրենց համարելու օրինական աշխատողներ, որ մարդը գրանցված աշխատող համարվի եւ օգտվի բոլոր հնարավորություն։ Շնորհակալություն։ Ձեր նշած հարցը այստեղ հասցեագրված է։ Եվրոմիության դիրեկտիվների մեջ հասցեագրված է եւ դե բոլոր 6 դիրեկտիվ մենք հիմա ադապտացնում ենք, այսինքն մի ամբողջ փաթեթ։ Եվ բոլոր այդ դեպքերի համար կա իրավիճակ, այսինքն մի իրավիճակ է, երբ որ մրցակցային միջավայր է ազատ եւ այո պահանջարկով պայմանավորված կարող է գները բարձրանալ։ Դա բոլորովին մեկ իրավիճակ է, որը այստեղ նկարագրված է։ Մեկ այլ իրավիճակ է, երբ որ շուկայում մեկը ունի 50, 60, 70% մասնաբաժին եւ ինքը ինչպես կարող է բարձրացնել, դա եւս նկարագրված է։ Այսինքն այդ բոլոր հարցերի համար ոչ միայն նկարագրություն կա, այլ նաեւ տրված է մարմին, որը կարող է իրականացնել ավելին։ Մենք մի հատ գործիք ենք տվել այստեղ իրան։ Ասում ենք զանգում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ասում է դու այս ինչ խախտումն ես արել։ Եթե նա արագ ընդունում է այդ խախտումը, դա փոքր խախտում է լինում, 50,000 դրամ տուգանք է վճարում, վարույթ էլ չի հարուցվում։ Այսինքն այդպիսի գործիք էլ ենք ընդունել, որպեսզի եւ սպառողի իրավունքը արագ պաշտպանվի եւ վարույթ չհարուցվի, այսինքն տնտեսության վրա ազդեցությունը մեծ չլինի։